ամբողջ ժողովուրդը խառնվել է իրար ում երեսից, այս Փաշողնու երեսից կանգնել անընդհատ ասում հա թե բանը կաթողիկոսին պետք է փոխեն, դու ես նստելու կաթողիկոս, հա, դու ես նստելու, ինչ գործ ունես, քանի տարի արդեն 2 տասնամյակից ավել է ինքը կաթողիկոս է, դու ինչ ես կպե իրանից, կաթողիկոսը պիտի նստի, ինքը գիտի դուրս կգա, կմնա, ինչ ես ուզում, սահմանադրությունը ոնց կան, հենց էլ պետք է մնա, ոնց է ինչ որ պահանջում է, եւ հետո մենք չմոռանանք, որ մենք դարերով պետականություն չենք ունեցել ու ժողովուրդը միշտ հավաքվել է եկեղեցու շուրջը, մենք եկեք չմոռանանք նաեւ Գևորգ 5-րդին, որ նա ինչ ձևի ինքը կազմակերպեց 18 թիվը, երբ որ իրեն ասեցին գնա Աղթամարի վանք, ներողություն, Սևանի վանք, ինքը ասեց չէ, ես չեմ գնա, ես իմ տեղից դուրս չեմ գա, բայց մարդիկ սենց են մտածել, բայց դու կանգնել ես այսօր կաթողիկոսին ասում ես թե բանը դու պետք է դուրս գաս, բայց ինչի դուրս գա, հա? Ինչի դուրս գա, ինքը ձայնը բարձրացրել Շվեյցարիայում բանի այդ Արցախի եկեղեցիների համար, դու ինչի ես վատ զգում, եթե քո տակը մի բան չկա կապված Արցախի հետ, դու ինչի ես վատ զգում, նշանակում է դու ինչ որ մի կեղտոտ գործարքների մեջ ես մտել, որ պահանջում ես, որ անպայման կաթողիկոսը դուրս գա, ու միշտ էլ եթերից դուրս միշտ ասում ես, որ Արցախի մասին չխոսեք, ըլնեք գերկին կիշտնեք գետենք, Արցախի թեման փակված է, դու ով ես, որ փակես Արցախի թեման, դու ով ես, դու իրավունք չունես Արցախի թեմային մոտենալու, դու քո ձեռքով փակել, քո ձեռքով դատար գլխով, թեթև ձեռքով դու ստորագրել ես Արցախը Ադրբեջանի կազմում, բայց այդտեղ 100 տարուց ավել աշխատանք էր կատարված, 100 տարուց ավել, 21 թվականից երբ որ Արցախը բռնակցել են Ադրբեջանին, ժողովուրդը չի համաձայնվել, իսկ թե նրանք ինչ դժվարությամբ են հասել ինքնավարության, դա արդեն այլ թեմա է, ժողովուրդը ամեն ինչ արել է, որ ինքը առանձին գոնե ինքնավար հանրապետություն լինի, ինքնավար հանրապետություն, Հայաստանի, գոնե Հայաստանի կազմի մեջ, բայց ցավոք ժամանակները այնպես դասավորվեցին, որ կարողացան Արցախը բաժանել Հայաստանից, այդտեղ բացեցին Բերձորի միջանցք, չգիտեմ եսի ինչ, որ այնքան որ Արցախը հեռացնեն Հայաստանից, դու այս ամբողջ 100 տարվա աշխատանքը մի գրչի մի հարվածով դու տվեցիր թուրքերին, ասեցիր տարեք, այս մեզ պետք չի, հիմա կաթողիկոսը Շվեյցարիայում հարց է բարձրացրել հայոց եկեղեցիների մասին, ընդ դադիվանքնա, ամարասնա, գանձասարնա, բավականին բերթեր, վանքեր, դու փոխանակես հարցերը, դու բարձրացնեիր, անգամ չտայիր, դու հիմա կանգնել ես բարձրացնողի վրա, կոմպրոմանտներ ես ման գալիս, մտնում ես նրա կենսագրական տվյալների մեջ, հետենաս ինչով կարաս խոցես կաթողիկոսին, չես կարա խոցես, դու մենակ պետք է տեսնեիր, թե գիշերը ժողովուրդը ինչ ձև էր հավաքվել օդանավակայանում, ջահել, ահել, մեծ, փոքր, ինչ ուրախությամբ էին ընդունում կաթողիկոսին, դու այս սրանցից ես վատանում, այ որ դու գնում ես գյուղերը, ասում ես քո այդ նախարարներին, տեղակալներին, բոլորին նախորոք ուղարկում ես, այդ գյուղում կազմակերպել ես տալիս գյուղապետի հետ համատեղ, ինչ որ հանդիպումներ բան, դու դրանից ես վատ զգում, դու չես պատկերացնում ամենայն հայոց հայրապետի ընդունելությունը ժողովրդի կողմից, դու ով ես, դու այսօր կաս, այսօր էլ չկաս, դու չես հավատում, դու մենակ պետք է տեսնեիր, թե ժողովուրդը ինչ ձևով էր հավաքվել մայրաթոռում, ինչ ուրախություն էր, որ կաթողիկոս եկավ նորից մտավ Վեհարան, դու հիմա կանգնել ես, այս ժողովրդից ուզում ես պոկել իր հայրապետին, չես կարա, լսի խելքի տիրություն արա, դու ինչ ձևի մարդ ես, այդ որ անընդհատ ասում ես, թե երեխա,
քանակը որա կատալի, բայց քո մոտ, քո երեխեքի մոտ կանակ, որա գոյություն չունի քո ընտանիքում։ Եվ հետո հիմա կանիկդ, չգիտեմ, այդ հարճը ասում ա թե ես գնալու եմ Չինաստան 2 տարով սովորեմ։ Լսի կարելի է օնլայն էլ սովորեմ։ Օնլայն տնից։ Մարդիկ տնից մեծ գործարքներ են անում։ Էդի այնքան որ ուզում ա տնից փախնի, Հայաստանից փախնի, իր երեխեքից փախնի։ Ինքը մտածում է, ինքը պատասխանատվությունից պիտի փախնի։ Չես կարա փախնես, աղջի անծոտ։ Դու չես կարա փախնես, այլելով։ Ուր ես փախնելու։ 7 քարի տակ ելնես, քեզ քաշեն տալու բերեն մեյդան։ Քեզ բերելու են հրապարակ ու դու չգիտես քեզ ինչ ա սպասվում։ Այս որ կանգնել ես անընդհատ ասում ես բանը բյուջեից այդ գումարները չի հերիքում, որ գնամ սովորելու, բայց դու ով ես որ գնաս, դու ով ես որ այդ բյուջեին ձեռտաս, դու կողմնակի մարդ, մտել ես ասում ես չէ, ես պիտի այս բյուջեից հələ մի հատ հաշվետվություն տու, այդքան գումարները դու ինչ ես արել, քանի անգամ հավաքեցիր ժողովրդին, ինչ արեցիր այդ գումարները, դու այս սրանց մասին մեկիկ պիտի պատասխան տաս, ուր են այդ գումարները, բայց դու կանգնել ես քեզ եսի ինչի տեղ ես դրել, մի կրթությունը նորաձև է, լսի, ինչքան էլ կրթությունը նորաձև լինի, դու էլի նույն տուպիցան ես, դու քո մոտ ոչ մի փոփոխություն չկա, մեկ է ենք տենում, որ շորերը չհակած լրիվ ման ես գալիս տեսուդեն, երեխեքից հետ առաջ ես ընկել, էդ ուր ես հետում, հələ մի հատ մտածի, աղջի մեծ աղջիկը դեմը տա կանգնած, չես հասկանում դու հայ կին ես, թե հայ բոշա ես, այ բոշա, այ թափթփուկ, դու չես ամաչում, մեկ էլ ենք տեսնում, պրարեխդ մինչև ստեղ ա հասնում, ոչ ամոթ ունես, ոչ ապուր ունես, դու չեր գնացի կաթողիկոսի մոտը տենց նստել, դու ես գնացի նստել, մինչև չգիտեմ որտեղ բացում ես, ոչ ամոթ ունես, ոչ ապուր ունես, նույնն էլ այդ աղջիկդ, եւ հետո մի բան էլ ասեմ, այս վերջերս մենք իմացանք, որ 2 հատ անչափահաս երեխեք գերի են ընկել, գերի էլի, որտեղ տարածքները բաց է, այդ որ դու ասում ես 35,000 զինվոր են փրկել, բայց 35,000-ին տար Սյունիքում դասավորի, թե պաշտպանության նախարար չունես, պաշտպանության նախարար ունես, որ օրը մի հատ կոստյում է հագնում, բտած միս, ճխտած միս, մենակ էտա, որ իրա վրա այսօրվա կարած կոստյումը վաղը չի լինում վրեն, բա մենք ինչով ենք մեղավոր, այդ մալերին մենք ոնց պահենք, մեր կաշիները կերվեց, անընդհատ, մենք հոմ չենք կարա ճղվենք ձեր ձեռը, մենք այսքան ամեն ինչ անենք, որ դուք էլ տանեք ձեր համար ճորթեք պորթեք, և հետո ես սենց մի բան գրել էի մայիսի 2-ին ես գրել եմ ազգային ժողովին Թունյան այդ կոչեցյալին ասել եմ, որ մի հատ ինձ գրավոր պատասխանեք, թե ինչքան է Թուրքիայի տարեկան ապրանքաշրջանառությունը Հայաստանում, ձուն չկա, այ Թուրքիայի են պալաս պուլուսի կարոտ, Թուրքիայի են պարարտացված են բանջարեղենի կարոտ, դրան մեջը սաղ թույն է, ես ձեր համար չեմ ափսոսում, ձեզ չեմ ափսոսում, ես ափսոսում եմ մեր ժողովրդին, որ չիմանալով թուրքական ապրանք ա ուտում, այդ բանջարեղենը լրիվ թուրքական է, ու դուք ոչ էլ ասում եք, ոչ էլ որևէ տեղ գրվում է, բայց խեղճ չլինի մեր ժողովուրդը, հետո ջրերն էլ լրիվ տվեցիր թուրքերին, ասեցիր տարեք, մինչդեռ մեր կոյուղած ջրերը անգամ մենք չպետք է թողենք լցվի արածը, որ գնա դրանց, մենք պետք է ամեն ինչ անենք դրանց սենց կոնսերվացնենք, դրանք ոչ մի բանից չպետք է օգտվեն, այդ երեխեքը որ գնացին օրան, դու ոնց քո բերանը բացվեց, դու քո քայլերը ոնց ուղղվեց դեպի Սարյան փողոց, որ գնացիր գինու փառատոնի, դու ոնց գնացիր գինու փառատոնի։ Նաև այդ օրը շնորհավորել էր Կուրբան Բայրամը ադրբեջանցիները, երևի այդ էր նշում։ Հա, շատ ցավալի է, անգամ, հələ շատ, հələ
չի բացառվում, որ դու իրանց ոչ թե տոներն ես, այլ իրանց զատիկներն ես անում, իրանց այն մյուս բոլոր տոները, բոլորը ամեն ինչը անուն ես դրել, որ դու բարեկամություն եմ անելու, խաղաղություն, դու ինչ խաղաղություն, այ ագրավ, դու ինչ խաղաղություն, Այն երեխեքը գնացել են ընդ գերի են գնացել են երկու ձիու հետևից, այտենց է մենք չիմացանք այդ ձիերը վերադարձվեցին, թե չէ, բայց երեխեքը դու քո բերանը ոնց բացվեց, որ դու գնացիր ընդ այդ գինուն ու օղին, հենց որ միտեղ գինու օղու մասին լսում ես, արդեն ամեն ինչ մոռանում ես, մտածում ես էսա որ կա, էսա Քո համար ոչ գարուն գոյություն ունի, ոչ ամառ, ոչ աշուն, ոչ ձմեռ, տարվա 4 եղանակին դու կարաս գինու փառատոն անես, քո համար ինչ, սովորաբար մարդիկ, եթե հավաքվել են, նման ինչ-որ տոն են արել, մենակ աշնանը, ասել են աշունը հավաքում ենք մեր բերքը, ամեն ինչը այդ հնձանը բանը, բայց դու ինչ գիտես ինչա, դու ինչ գիտես հնձանն ինչա, այ ողորմելի, բայց ինչքանով է մեղավոր մեր ժողովուրդը, որ դու անգրագետ ես, ինչքանով ենք մենք մեղավոր, որ դու ազգագրությունից հեռու մարդ ես, ոնց կարա երկրի արտգործնախարարը լինի Թուրքիայի գործակալ, լինի տարբեր պետությունների գործակալ, եթե դու Թուրքիայի գործակալ ես, այ օմեգա, քեզ ինչ ասեմ, դու ոնց չես ամաչում Միրզոյան ես, Միրզողլի ես դու արդեն դարձել, Միրզողլի ես դու արդեն դարձել, 43 միլիոն դրամը դու հաշվին ծախսեցիր, ուզում էիր պատիվ տալ, չգիտեմ ում ես, որտեղ ես ծախսել, քո գրպանից տայիր, որտեղ դուք արդեն մագնատներ եք դարձել մեր գլխին, մագնատներ, դուք արդեն փողը ձեզ իշխում է, դուք ոնց կուզեք, ձեր բերանը մեկակարել եք մեր բյուջեին, շանը որ կապում են պանրիտեկին, այդ պանրիտիկը հզզում գզզում է, դուք այսօր այդ շունն եք դարձել, որ հզզում գզզում եք, ինչ եք ուզում, 43 միլիոն դրամը դու ոնց ծախսեցիր 2 օրում, ինչ արեցիր, կանգնի հաշվետվություն տուր, այդ թուրքերին էլ որ ասում ես 300,000 բերելու եմ ստեղ, այդ որտեղ, այստեղը որտեղ է, բերելու եմ Հայաստան, որտեղ, մի հատ կանգնի ժողովրդին բացատրի էլի, ասա ստեղ եմ բերելու, ժողովուրդը, մենք իրանց հետ բարեկամություն ենք անում, մենք արդեն իրանց հետ քիրվայություն ենք անում, մենք իրանք մեր աղբերներն են, մեր կարդաշներն են, մեր յոլդաշներն են, դրանք ձերն են, բայց ժողովրդինը չի, դու չես կարող տարբերել ժողովուրդն ու քեզ, դուք ով եք որ բերեք, դու միտումնավոր ձևով, Միրզոյև օղլի, դու միտումնավոր ձևով, դու երկիրը քաշում եք քաղաքացիական կռվի մեջ, եւ հետո մի բան էլ ասեմ, երեկոյան 6-ից 7-ից 8-ից հետո ամբողջ տաքսիները վարում են թուրքերը, Yandex տաքսի վարում են թուրքերը, ինչ է նշանակում, միթե դրանք հնարավոր չկանխեն, իրանք մեր փողոցների ծակուցուկերն են իմանում, մեր փողոցների ծակուցուկերը իմանան տենան, որտեղ ոնց կարելի է մտնել, դրանք են, որ գալու են ու հետագայում արդեն տերակտներ կազմակերպեն, դուք դրա համար եք դրանց բերում, այդ բանդիտներին, այդ բանտից փախածներին, ինչի ես բերում, ում համար ես բերում, այս մի երկու հատ ջահել ջուհուլա մնացես, աղջիկներն են մնացել, նրանց էլ բռնաբար են, խապեն, տանեն, օրգանները տանեն, ծախեն, դու դրա համար ես բերում, դրանց համար եք բերում, ով են թուրքերը, ով են Կովկասի թաթարները, ամբողջ իրիկունը իրանք ամբողջ փողոցներում ման են գալիս, շատ ցածր ձայնով է խոսում են, այդքան ասել կլնի, չգիտեմ ինչ ասեմ քեզ, դուք ետ ինչ ընտանեկան դաստիարակություն եք ստացել, դուք ոչ ծնողի ձեռքի տակից եք անցել, ոչ մի հատ կյանքում տակ ճաշ եք կերել, ոչ մի հատ մաքուր անկողնում եք քնել, 40 մաղի փշուր կերացնել, ինչ ասեմ ձեզ,
Ոնց ասեմ, որ դուք լսի չբերես, հասկացի, Միրզողլի, չբերես, չբերես, նայտես, տունը, տեղը, արդեն ժողովուրդը կլնի ձեր դեմը, այ ոնց որ փորձում էիր ամեն ինչ անել կաթողիկոսի վրա, եկավ ձեր դեմը, ամբողջ ժողովուրդը ձեզանից երես ա թեքում, բայց դուք այդ ձեր ՔՊ-ով, քանի որ խոստացել եք, որ չէ, մենք ամեն ինչ կանենք, ոնց որ Փաշողլին էր ասում, ես որտե կասեմ, թուրքը այնտեղ կնստի, այ թուրք, դու ով ես, դու ինչ իրավունք ունես, դու մենակ դրել ես առավոտ իրիկում փող ես հաշվում, շվեյցարական բանկերն եք լցնում, իտալական բանկերն եք լցնում, դուք մենակ եք դրա համար եք եկել, թե չէ որ ձեզ ասեն, որպես դուք ինչ որ Հայաստանի համար որևէ բան արեցիք, ոչ մի բան չեք արել, ամբողջ արցախցիներին եք բերեցիք, դիվադադար արեցիք, բայց դուք էսի չեք մարցելու, արցախցիները գնալու են Արցախ, արցախցիներ ջան, ես ձեր հետ եմ, նայեք տեսեք, 78-րդ տասնամյակն եմ արդեն մտնել, տատիկը ձեր հետ է, գալու եմ մինչև վերջ, ինչքան ուժս ներում է, եւ հետո ժողովուրդ ջան, այսպես ինչպես սկսել ենք կաթողիկոսի կողքը կանգնել, այդ ձևի շարունակենք մինչև վերջ, մինչև սրան եւ շախ անենք եւ մատ անենք։